Երեք ուրախ եմ ձեզ անգամ եւս տեսնելուս եւ այս շաբաթ այս անգամ մի խոսքով շարունակությունն է ծևովը ինչ որ արդեն իսկ մինչեւ այսօր հրած ենք ինչու որովհետեւ եթե հիշում եք երբ գրեթե 2 տարի առաջ սկսեցինք մենք սկսեցինք Սուրբ Գրքի մեկնաբանության սկզբունքները ուսումնասիրելով ինչ որ հերմենևտիկայի սկզբունքները այսինքն Սուրբ Գիրքը Սուրբ Գրքով մեկնաբանվում ասա առումով որ Սուրբ Գրքի մեկնաբանական օրենքները Սուրբ Գրքից կախված են եւ նրանք են մեր ուղեցույցները առանց այդ օրենքներուն հետևելուն որ Սուրբ Գրքից կախված են չենք կարող առողջ մեկնաբանություն անել Սուրբ Գրքի առնչությամբ եւ սա առաջին մեր կոնֆերանսն էր երկրորդ կոնֆերանսում մենք նայեցանք ոնց այդ օրենքները Սուրբ Գրքի մեկնաբանության garanք օգտագործել բանեցնելով նրանց տեքստերի վրա, զանազան տեքստերի վրա։ Եվ սրա մենք ասում ենք էգզեգետիկա, որովհետև էգզեգետիկա ինչ որ էգզեկեզ այրնով բառը օգտագործում ենք, հետևյալ նշանակում է, երբ մենք Սուրբ Գրքի տեքստ, ցանկացած մի տեքստ ուսումնասիրում ենք, մենք աշխատում ենք տեքստից վերցնել, վեկալել տեքստի իմաստը։ Մենք հագարակը չենք անում, էգզեկետիկա, էգզեկեզ չէ, այզեկեզ է հագարակը, այզեկեզ նշանակում է տեքստի վրա բարդատրում ենք մեր հասկացողությունը, մեր նախաբաշարումները, մեր նախկին ըմբռնումները, չէ, Սուրբ Գրքի մեկնաբանության սկզբունքները, առաջին կոնֆերանսի մեր ուսումնասիրությունը, ուրեմն նրանք օգտագործում ենք մեր երկրորդ կոնֆերանսի ուսումնասիրության համաձայն, որ եթե գնանք արցանց ունենք, նրանք բոլորը այդ տեսակետները այնտեղ են։ Առաջին երկու դասընթացները մեր երկրորդ կոնֆերանսի, առաջին երկու դասընթացները այնտեղ մենք 30 տարբեր կետանոց այդ հերթականությունով ուսումնասիրեցինք, ոնց մենք կարանք աշխատել Սուրբ Գրքի ցանկացած մի տեքստի հետ, մի գրքի հետ։ Եվ այս շաբաթ սաբիտ անենք ոչ թե մի կամ երկու տեքստ վերցնենք, ապա մի գիրք վերցնենք, ինչ որ սրանից առաջ չենք արել։ Այսինքն պիտի առնենք երկրորդ Դիմոթեոսի թուղթը, թեովական թուղթ է, որ կարևոր է մեզ համար ծառայության առումով, եւ թե այդ Սուրբ Գրքի մեկնաբանության օրենքները բանեցնելով այս գրքի տեքստի վրա, պիտի աշխատենք միասին, որբեսի նրա իմաստը, նշանակությունը վերցնենք էգզեկեզ անենք, տեքստից դուրս վերցնենք եւ հետո կիրառենք։ Ուրեմն այդ կորձողությունը տեքստի իմաստ տեքստից դուրս վերցնելու եւ առավել կիրառելու նրանք ասենք բացատրություն, էքսպոզիցիա, բացատրություն։ Սա շատ կարեւոր է։ Այդ հասկացող էքսպոզիցիա եւ որ ասենք, ասին բացատրական քարոզ եւ որ ասենք էլի վերակաղ մի քիչ անցյալ անգամվանից։ Ինչս էլ է բացատրական քարոզ։ Բացատրական կարոզ նշանակում է ինչ որ Աստված իր խոսքի միջոցով այն կերպով, այն ցևով որ մեզ ինք բացահայտել է։ Աստված ո՞նց բացահայտել է նրա խոսքը, անչափ տեքստերով չի բացահայտել նրա խոսքը։ Հապա հաջորդականություն մը կա, դրամապանական հոսք մը կա տեքստերի միջև։ Ինչու համար ուսումնասիրում ենք 2 Դիմոթեոսը սկզբից Տերգամի, աս մեր 10 դասախոսությունների ընթացքում մինչև վերջը պիտի ավարտենք այդպես անելով, որբեսի կարողանանք այդ գրքի մայր փաստարկը հասկանանք, մայր թեման հասկանանք, նրա ենթաթեմաները հասկանանք եւ հասկանանք մեկնաբանել հետքը եւ կիրառել հետքը, ոնց կարող ենք իհարկե կիրառումով օգտագործենք մեր կյանքերում եւ սովորեցնենք ուրիշներուն այդպես։ Ուրեմն մեր արժեվ ունենք երկու այստեղը փաստաթղթեր, ինչ որ տվեցինք ցես Հիմա եղբայրներ ջան, եթե ովևէ ադեն ցանկացած հարց լինի, նախընտրելի է, եթե անմիջականորեն կարևոր չէ, բահենք այդ մեր հարցը, մի ժամ որ անենք, ինչպես մեր սովորության համաձայն, հետո 10-15 րոպե հարցի ժամանակ տալիս ենք։ Եվ հետո գարանք մեր հարցերը տալ։ Հիմա ժամը գրեթե 3:30 է, ժամը 4:30-ի մոտ կանգնենք 10-15 րոպե հարցերի ժամանակ կտանք։ Եվ այդ շարունակությամբ, այդ հերթականությամբ պիտի անենք։ Հիմա նրա համար այս անգամ ցես չդվեցինք գրաֆիկ ասելով, որ առաջին օրինակ 10-ը կլինի այս հատվածը, այս համարները, երկրորդը այս հատվածը, այս համարները, կախում ունի որքան մեծ ժամանակ կվերցնի։ Եվ նրանց հետ աշխատելու։ Եվ
այս երկու թղթերը, որ ունեք ձեր մոտ, ուրեմն տարբերությունը հետևյալն է, եղբայրներ ջան, մի հատը, ուրեմն մենք նրա ասում ենք, նայեցեք, առաջ որ նա ասեմ, երկուսն էլ ուրեմն հեղինակից, ավելի ճիշտ է, ոչ թե հեղինակից, ավելի ճիշտ է դպակրիչից հրաման վերցրած ենք, որբեսի կարանք հայերենով թարգմանել եւ ցեզ տալ։ Ինչու այդպես կասեմ, որ քրակողություն չեն ուզում անել, նրանք հստակորեն նրանց գրքում սա մի եղբորմե է, մի քրքեմն է, որ ունեք ծեր արչևը երկու տեսակի ուրվագծեր։ Մի հատը մենք ասում ենք նրա էգզեգետիկական ուրվագիծը, այսինքն տեքստային ուրվագիծը։ Հիմա մի քիչ կխոսանք նրա վրա, խոսած ենք ասպաների վրա, էլի վերականգ անենք։ Մյուսը քարոզչական, բացատրական քարոզչական ուրվագիծն է։ Մեծ փաստաթուղթը որ ունեք, at որ 3 էջնոցը կամ 6 էջնոց արժև է 6 էջնոց, սա էգզեգետիկական ուրվագիծն է, տեքստի ուրվագիծը, տեքստի մեջ ոնց տեսնում եք դրամապանական հոսքը զրույցի։ Դրամապանական հոսքը զրույցի, իսկ մյուսը քարոզչական ուրվագիծն է։ Հիմա գնալով այդ էգզեգետիկական ուրվագծին, նայեցեք եղբայրներ ջան, հետևյալ ցևով։ Հիմա ինչ է տարբերությունը էգզեգետիկական ուրվագծի եւ քարոզչական ուրվագծի։ Զոր օրինակ, ասելով այսպես կտեսեք, այս մեկնաբանական էգզեգետիկական ուրվագիծը։ Հիմա սկիզբը դնում ենք ողջույն եւ գոհապանություն։ Հիմա Արաքյալը, Բողոս Արաքյալը ինքնին կներկայացնում է ողջունով առաջին երկու համարներում։ Առաջին համարում զորնակ ունենք հեղինակը եւ Բիդի խնդրեմ եղբայրներ ջան, մեր այս շաբթվա ուսումնասիրության ընթացքում բահեք ծեր մոտ եւ ավելի ծեր աչքը սովորաբար այս փաստաթղթի վրա թող լինի։ Քան թե մյուսը իբր նմուշ քարոզչական, բացատրական քարոզի սացեզ համար է։ Անցյալ անգամ բավական բացատրական քարոզի վրա խոսանք, այս անգամ ավելի անդրադառնում ենք տեքստի մեկնաբանության եւ գիրառման, էքսպոզիցիայի։ Ուրեմն էքսպոզիցիան ներառում է էգզեգետիկան, այսինքն տեքստի հետ սպառվելը մեկնաբանությունը, առավել կիրառումը։ Մեկնաբանությունը առավել կիրառումը։ Եվ սա մեկնաբանական, էգզեգետիկական ուրվագիծն է։ Ինչ որ այդ եղբորանը այդ գրքի մասին դեղատվություն կա ներքևում։ Հիմա դարբերությունը մեկնաբանական ուրվագծի եւ այս բացատրական քարոզի ուրվագծի, այստեղ այս եղբայրը ինքը մի նմուշ ներկայացած եւ հայերենով մենք ունենք արժևը իր գրքում ինքը մի քանի դարբերակներ ունի այս ուրվագծի նկատմամբ այս ուրվագիծը որ նայեք դու կարող եք ասել որ 4 կամ 5 քարոզ ունի չէ սա միայն այս դարբերակն է ինքը այդ գրքի մեջ տակավին 17 քարոզնոց սերիա ունի լրիվ 17 քարոզի բաժանած է իր երկրորդ Դիմոթեոսի ուսումնասիրությունը իբր բացատրական քարոզ եւ նրա վրայով կխոսանք բայց առաջ ցանկանում եմ որ դուք նայեք այս թղթերին այսօր վաղ առավոտ որբեսի հետո հարցեր եթե կան կարանք խոսալ բայց նպատակ չունեմ սրանց մեջ խորը մտնելու որովհետև սա բացատրական քարոզի վրա անցյալ անգամ արդեն արեցինք խոսեցանք օրինակներ տվեցինք բացատրական քարոզի ուրվագիծը ոնց է եւ մեկնաբանական ուրվագիծի բնույթը ինչպես է հիմա ամենակերակույն դարբերությունը ասեմ բացատրական քարոզի ուրվագծի եւ մեկնաբանական ուրվագծի այդ տարբերակը ինչը տարբերակը հետեւյալն է որ երբ մենք տեքստի հետ աշխատում ենք նայեցեք մեկնաբանական ուրվագիծը խոսում է այնպիսի մարդկանց մասին զոր օրինակ հեղինակով Բողոս ստացողը Դիմոթեոս եւ այլն եւ այդ թղթում անուններ կան տարբեր անձերի անուններ կան հիմա սա ուրեմն մեկնաբանական ուրվագիծը հետևյալն է ինչ որ տեսնում եք Սուրբ գրքի տեքստում սա նրա հետ կապ ունի բայց բացատրական քարոզի առումով զորօրինակ եւ օրինակ թիվ 2 նայեցեք հավատարիմ ծառայության որակները առաջին գլխից 3-ից 18 օրինակ նայեցեք մենք պետք է ծառայենք ջերմ երախտագիտությամբ մենք պետք է ծառայենք հավատով լիգաչությամբ Պողոս Արաքյալը մենքով չի խոսում սա մեր քարոզի մեջ այդպես կներկայացնենք քարոզի մեջ եղբայրներ ջան բիճի խոսակ Պողոս Արաքյալի մասին Դիմոթեոսի մասին այդ առումով որ միայն նրանց մասին չէ մեր քարոզի զրույցը մեր քարոզի զրույցը այսօրվա ավադացյալն է այսօրվա մեղավորն է իհարկե կխոսանք Պողոս Արաքյալի մասին ան առումով որ Պողոս Արաքյալը այսպես ասեց
Okay, Բողոսարակյալը այսպես ասես Դիմոթեոսի սրանով չենք վերջանում։ Բողոսարակյալ Դիմոթեոսի այդպես ասես Դիմոթեոսը իբր հովիվ ոգևոր կորձավոր լինելով, իբր միսիոնար, ինչու մենք գիտենք, Բողոսարակյալի ընկերագից էր իր երկրորդ միսիոնարական ճանապարհությունից սկսյալ։ Այս բոլորը նկատի ունենալով մենք քարոզում ենք, մենք երբեք չենք ասում մեր լսարանին Դիմոթեոս, չէ՞։ Չէ, եղբայրներ եւ քույրեր ասում ենք, մենք ասում ենք, կամ ես, կամ դուք, այդպիսով քարոզում ենք։ Եվ սա է ամենահիմնական տարբերությունը մեկնաբանական ուրվագծի եւ քարոզչական, բացատրական քարոզչական ուրվագծի միջև։ Եվ նկատի ունեցեք եղբայրներ ջան, այս հոսքը մեկնաբանական ուրվագծի եւ էլի սա իբր նմուշ բացատրական քարոզի սերիների եւ դուք կարաք օրինակ ոչ թե միայն 4-5 քարոզով անել սա, հիմա առնակ երկրորդ գեդը, որ ասում է հավատարիմ ծառայության որակները, այնտեղ 4 ենթամաս ունի, չէ՞։ Այդ ամեն մի ենթամասը հնարավոր է մի քարոզ լինի։ Կամ այդ 4 գեդերից 2 վերցնեք, իբր մի քարոզ եւ երկրորդ քարոզ, երկու մասի բաժնելով այդ վերնակիրը, որ խոսում է հավատարիմ ծառայության որակների վրայով։ Հստակ է։ Սա մեզանից կախյալ է։ Մեզանից կախյալ է, ոնց մենք ուզում ենք, ինչու որովհետև հիմա իհարկե ներածագանը առաջին 2 ամառները սա մի քարոզի մեջ մենք կարանք ներկայացնել, սա խնդիր չէ, բայց եթե լայն հատվածներ ունենք, երբեմն լայն հատվածները պետք է մի մասով չանենք, 2 մասով անենք, 3 մասով անենք, 4 մասով անենք եւ այլն։ Բայց մեկնաբանական ուրվագիծը ինչու կարևոր է մեր այս շաբթվա այս դասախոսությունների համար, կոնֆերանսի համար, որովհետև նրա վրա կենտրոնանում ենք տեքստի մեկնաբանության, էգզեգետիկայի, ոնց տեքստի հետ պետք է աշխատենք, էգզեգետիկան, էգզեգեզ, որ ասում ենք սա է նրա նպատակը, տեքստի հետ ոնց պետք է աշխատենք, եւ մեր նպատակն է, որ մինչ տեքստի միջով գնում ենք հատված առ հատված, երբեմն արդայդություն, երբեմն նույնիսկ բարերի վերլուծումով, սրանք բոլորը տեքստի հետ կապ ունեն եւ տեքստի հետ աշխատելը եղբայրներ ջան ինչպես սրանից առաջ ասած ենք այնքան հեշտ բան չէ ինչու որովհետեւ ազոխոսքը նայեցեք մեզ ինչ ասում է 2 Դիմոթեոս 2:15 եւ գարանք ասել որ թող լինի սա մեր բանալի համարը այս ադենվա համար չանա 3 այստեղը թարգմանություններ կան, նոր ռադիանը կա, ռադիանը մեջտեղին է եւ արևմտայերեն ամենա աչինը։ Ուրեմն ծախինը օգտագործում եմ սովորաբար նոր ռադիանը, չանա Աստծո առաջ 2 Դիմոթեոս 2:15 ինքդ քեզ փորձված ընդիր ներկայացնել իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում, ուղիղ։ Հիմա արեմդայերի մեջ ասում է շիդակ բացատրելով եւ շիդակ է առնչությունը նրա։ Հիմա ինչպես կտեսնենք Տերեգամի վաղ ավանական է ուղիղ գիսել, գդրել։ Բողոսարակյալը մենք գիտենք ինչ աշխատում էր իբր վրանակորձ էր եւ վրանակորձ լինելու համար եւ որ կտորներ իրար միացնում ես վրայի ոնց անում ես ասպես պիտի միացնես կտորը չէ այնպեսի պետք է միացնես ուղիղ գդրված լինի եւ ինք շատ ավանական է որ ի մտի ունի այդ բայը օգտագործելով այս հասկացողությունը եւ սրա մասին է եղբայրներ ջան որ մենք խոսում ենք էգզեկեզ կամ էգզեկետիկա մեկնաբանությունը այսպեսի բաներու մասին բարձրապես տեխնիկային դերգադվություն չեն սրանք ոնց որ ավելի աճեցնում են մեր հասկացողությունը, ընդլայնում են մեր հասկացողությունը, զարգացնում են մեր հոգևոր հասկացողությունը Տիրոջը խոսքի իմաստի հետ, նրա խորհրդության հետ, որովհետեւ մեր ժողովուրդը, մեր լսարանը, մենք Սուրբ Հոգով լեցվել ենք Աստծո խոսքի ընթերցումով ուսումնասիրությունով, Կողոսացիների 3:16, մեր ժողովուրդը նույնը սովորի անել։ Իբր հովիվներ, իբր հոգևոր գործիչներ, մեր գործն է, որ մենք նմուշ լինենք, օրինակ լինենք մեր ժողովրդին, մեր լսարանին, թե ոնց պետք է Աստծո ուսումնասիրենք։ Միայն նրանց պատասխանները դալը չէ։ Ոնց հասկացար,
ոնց հասար այնտեղ մեկնաբանության առումով պետք է ցույց տաս քո այդ մեկնաբանության ընթացքում ես չեմ ասում որ նրանց պիտի էլի եթե մի ժամ երկու ժամ դվեցիր որ մի այդ հատվածի վրա աշխատես համարի վրա աշխատես երկու ժամ չի բացադրես նրանց այդ բոլոր քո հետազոտությունը չէ բայց նրա ծուծը նրա կենտրոնական մասը պիտի ներկայացնես քո լսարանին, որ ժողովուրդը արժեքավորի մեր հովիվ եղբայրը այսպես մեզ բացադրեց իր դրամապանությունը, ոնց ինք աշխատում է տեքստի հետ, հասկանում եմ, եւ ես ուզում եմ նույն ցևով անել, որբեսի կարողանամ լավագույնը ուսումնասիրել, հասկանալ, սովորել ազոխոսքի առնչությամբ։ Սա կարևոր է, այո, նայեցեք Պողոս առաքյալ ասում է, չանա, չանք տապել գա, ազո առաջ քո անձը փորձված ներկայացնել իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, ուրեմն եթե ես չչանամ, ինքս փորձված չներկայացնեմ ազո խոսքի մատակարարումով, շիդակ բացադրելով, շիդակ գիսելով ազո խոսքը, պատկերացեք, եթե տորտ ունենք մեր առջև եւ տորտը, որ պետք է կամ պիցա ունենք, որ սիրուն այսպես զոնակ 8 կամ 10 կամ 12 մասի պետք է բաժնենք, պատկերացրեք, եթե մի մասը մի շերտը ասպես լինի եւ մյուսը ասպես լինի։ Հիմա դու եթե լինեիր, ուզում ես ընդունել զորօրինակ ասպիսի շերտ կամ փոքր շերտ եւ որ ասպիսի շերտ ավելի հարմար է ընդունելը։ Կամ երեխաների կարանք այդպես ներկայացնել։ Երեխաները մեծը պիտի ուզենան, չէ՞։ Ոչ թե փոքր բաժինը։ Հիմա սա երեխաների առումով, բայց մեր առումով մենք պետք է չանք տապենք ազո խոսքի մեկնաբանության եւ գիրառման առումով, որբեսի ներկայացնենք նրա այնպիսի մշակ լինելով, որ ամաչելու բան չունենք։ Չէ թե ոչ, ամեն անց դիրոջ առաջ պիտի ամաչի։ Ես ալ դույալ, եթե ազո խոսքի ամացան չանենք։ Մենք կարող ենք ասել, ով եղբայր, բայց ես շատ ծառայություն ունեմ անելիք։ Խորհրդատվություն ունեմ անելիք, այցելություն ունեմ անելիք, ասունեմ։ Պողոս առաքյալը սա նրա վերջին դիրոջից Սուրբ Օգուց ներշնչված նրա գրությունն է Դիմոթեոսի այն հովիվի որ պիտի մի խոսքով նրա ծառայությունը փոխանցեր Պողոս իրեն եւ ինք պիտի շարունակեր ինչու որ մի քիչ հետ կգտնանք որ Պողոս առաքյալ սա վերջինն է որտեղ արդեն ինքը ակնկալում է ֆիզիկական մահ շուտով իր կյանքում գիտես սա հայտնված է նրան ինք գիտի սա ենթադրական չէ տեքստի մեջ հստակ է սա եւ մեկումը վերջին խոսքերը մենք գիտենք որքան կարևոր դեր ունի մեր կյանքերում եթե մեր ծնողքը գիտենք որ օրինակ մեր հայրը մահամերձ է մահաճակալի վրա բարկած եւ մեզ կանչեց ասեց նայ դրես սա իմ վերջին ատենն է ուզում եմ որ դու այսպես անես կամ անպես անես եւ Պողոս առաքյալ պատկերացրեք ճիշտ նույնը անում է բայց աս պարակայում ինք ներշնչված Սուրբ Օգու այդ իշխանությամբ ես ու դու մենք չգիտենք սա անարմով որ մենք չենք կարող նույն ցևով ով մի ուրիշ ցանկացած եղբորը կամ եկեղեցվոմը այսպես հորդորենք բայց ինք այդպես անում է ուրեմն նրա համար է որ շատ կարևոր է Դիմոթեոսի համար որ նկատի ունենալ որ ինք ազո առաջ մարդկանց առաջ չէ ազո առաջ իհարկե մեր ծառայությունը մարդկանց առաջ է բայց ազո առաջ ինքնիս փորձված ընդիր ներկայացնենք որ ամաչելու բան չունենանք դատաստանի օրը տիրոջ առաջ որովհետեւ ճշմարտության խոսքը երբ մենք ուղիղ մատուցում ենք կտրում ենք ներկայացնում ենք բացատրում ենք մատակարարում ենք այդպիսով շիդակ անում ենք ուրեմն հետևեցեք այդ ուրվագծին եւ մինչ հետևում ենք այդ ուրվագծին արդեն մեր զրույցը տեսնում ենք որ այս գեդերից անցնում ենք քիչով կամ շատով ինչու այդպես ասում եմ որովհետեւ ես սովորաբար ավելի բարձ ցևով կանցնեմ հիմա կտեսնաք ինչ ուզում եմ ասել հիմա մի օրինակ տալով իմ մոդեցումս հետևյալ ցևով է հիմա ուրեմն հատված առատված այս պարակային առաջին երկու համարները վերցած եմ 1 եւ ինչպես հետո կդանանք երկրորդ համարը եւ այդ մեր եղբայրները քարոշչական դպրոցում նրանք գիտեն այդ
բլոկային սխեմայով, այդ դիագրամով մոդիգությունը, որ դարբերությունը ինչ է, նաև որ մքան թե համար ներկայացնենք, բաժնած ենք դրամպանական գաբերու, արդայդությունները եւ բարերը դրամպանական գաբեր ունեն իրար հետ։ Նորից ասենք, արդայդությունները եւ բարերը նախատասություններն էլ դրամպանական գաբեր ունեն իրար հետ։ Եվ սրա համար կարևոր է նկատի ունենանք այդ գաբերը, որովհետեւ մենք երբ ազոխոսքը պատրաստում ենք քարոզելու, մեր այդ դրամպանական գաբերու մեջ գլխավոր խորհուրդներ կան եւ ենթախորհուրդներ կան։ Հիմա եթե զորոնակ իմ քարոզս 2 կետ ունի կամ 3 կետ ունի այդ կետ բառը օգտագործելով, եթե ես իմ քարոզի գտրվածքով զորոնակ այդ 3 կետերից 2-ն շիդակ ցևով մայր խորհուրդներից օգտագործեմ, բայց երրորդ կետս ենթախորհուրդ օգտագործեմ իբր մայր կետ, եւ որ երրորդ կետս մայր խորհուրդ գա, բայց նրան չօգտագործեցի սխալ է սա։ Նրա համար է այս մոդեցումը, այս տրամպանական հոսքի մոդեցումը բարերի, արդայդությունների եւ նախատասությունների միջև մեծ ցուցաբերում են, որ օրինակ համարների հատվածների մեջ, որոնք գերիշխող բարերը կամ արդայությունները կամ խորհուրդները կամ նախատասություններն են եւ որոնք երկրորդական ենթագա ստորատաս այդ արումով որ չլինի որ զոր օրինակ այսպես ասեմ օրինակ մեկը սկսի օրինակ ասե առաջին կետս Հիսուսի մասին է երկրորդ կետս ցանկի խոստումի մասին է երրորդ կետս Քրիստոսի մասին է հիմա խնդիրը նա է որ այստեղ հիմա մենք իհարկե եղբայրներ ջան մի քիչ հնարավորություն պիտի ունենանք որ 1-2 կորձիկներ կան on-line ցեզ պիտի ցույց տամ հետո եւ սրանից առաջ մի քիչ խոսած ենք բայց ավելի թարմացվի ասելով որ օգտագործենք մանավանդ բարձ բարերի հետազոտության նկատմամբ եւ որ նայենք օրինակ բնակրում հունարենում Բողոսը ինքը ենթական է եւ այդ ասենք ցուցադրիչ կամ ցուցիչ այդ հոլովով այսինքն կորձողությունը ունողը ինքն է խոսում ու մի խոսում է Արարգան այս բարակային Դիմոթեոսն է եւ այն հիմա չեն կարող օրինակ Դիմոթեոսը ենթակային դարձնել որ ինքը ենթական չէ ինքը Արարգան է այս կաբերը կարևոր են եղբայրներ ջան այո կարող է մի քիչ բարդ տվի շատ պիտի չխորանանք այդ մասերուն կերականական բայց հիմնական բաները ցանկանում ենք որ նկատի ունենանք որովհետեւ մեր ուսումնասիրությունը ավելի շիդակ լինի ոչ թե միայն ջոխ լինի Սուրբ քրային արմով շիդակ լինի եւ այո աշխատանք կա եղբայրներ ջան նայեցեք ո՞ե մեգու այսինքն խաթերը չեմ ուզում վիրավորել չեմ ուզում ասել որ միայն Սուրբ ոգու պիտի վստահենք մեր քարոզի նկատմամբ Սուրբ ոգու պիտի վստահենք եթե մենք մեր գործը անենք եթե ես ասեմ ես Տիրոջը վստահած եմ աղոթեցի Տիրոջը վստահած եմ 1-2 անգամ տեքստը գարտացի 1-2 բան գիտեմ տեքստի մասին 1-2 ժամ գարտացել եմ որովհետեւ աշխապատ խորտադվություն ունեի, այցելություն ունեի, հիվանդանոց գնացի, ավետարանություն արեցի, այս կարան ժամանակ չեղա պատրաստելու։ Սա բաճարապահություն չէ եղբայրներ ջան, երբեք։ Դարին կարող է մեկ անգամ, 2 անգամ բադահի, բայց եթե մեկը դարին 10-15 անգամ այդպես անե, ուրեմն խնդիր կա այդտեղը։ Խնդիր կա, ուրեմն ասել է, որ ինքը Ազո խոսքին անազանդ է։ Չի կարող ճանալ Ազո առաջ ինքը փորձված ընդիր կանգնեցնե ներկայացնի իբր մշակը ինչ անում է մշակը աշխատող է չանք տափող է ցույց տուր մշակը որ ինքը ասում է որ ես շատ աշխատանքի գարիքը չունեմ բայց արդյունքը գալիս է ոնց արդյունք հնարավոր չէ գալ եթե աշխատանք չկա մշակի կողմից եւ իհարկե պետք է որ ճշմարտության խոսքը ուղիղ շիդակ գիսենք մատակարարենք բացատրենք Ուրեմն այս ներածական խոսքերը եղբայրներ ջան բարձրապես թարմացում են մեզ մինչև հիմա ինչ որ արդեն ուսումնասիրած են քիչով կամ շատով նորությունը չեն ասում որովհետև սրանից առաջ մեր նախորդող 6 կոնֆերանսներում սա մեր 7-րդ եւ վերջին կոնֆերանսն է այս կոնֆերանսների շարքում հիմա բակային ինչ կլինի ուրիշ չգիտեմ բայց այս կոնֆերանսների շարքում սա մեր 7-րդ եւ վերջինն է նրա համար է որ ցանկացանք
մի գիրք վերցնենք եւ այդ գիրքից անցնենք հատված առ հատված, բառ առ բառ, որովհետեւ միասին ուսումնասիրենք Տիրոջ խոսքը ինչ ասում է։ Հիմա առաջ որ անցնենք մեր այս ասենք թե բլոկային սխեմայի միջոցով բոլոր համարները, այսպես ունեմ, մեկ դասավորեցի բոլոր համարները, վնասեք եղբայրներ ջան, սա ասենք 100%-ով սուտ հոգու միջով ներշնչված գյուտ չէ։ Դարբեր եղբայրներ դարբեր մոդեցում ունեն մի քիչ, բայց խորհուրդը միանշանակ եւ կտեսնեք արդեն որ նայեք դուք կարող եք գնել սա ոնց որ մեծ բան չէ դեսակ ոնց մի քիչ հետ որ հատված առ հատված անցնենք արդեն դրամապանությունը 100%-ով կհասկանաք ես համոզված եմ որ հեշտ կլինի եւ եթե ցանկանաք օգտագործել ծեր սուրբ գրքի քարոզ պատրաստելու աշխատանքի դրվածքով ինչու՞ չէ հիմա առաջ որ ուրեմն գիրքը պիտի ուսումնասիրենք եթե հիշում եք ցեզ սրանից առաջ հետևյալը խոսած եմ ցեզ հետ հետևյալի մասին հիշում եք այս փաստաթուղթը որ ցեզ տված եմ ալգարելի մի օրինակ Աստվածաշնչյան գրքի ներածական հարցեր երբ Աստվածաշնչյան մի ցանկացած գիրքը սկսում ենք ուսումնասիրել պետք է որ այս կարևոր տարերից անցնենք չենք կարող մի անգամից գնալ օքեյ այսօր սկսում ենք 2 Տիմոթեոս 1 Բողոսի մասին խոսանք եւ շարունակենք հիմա իհարկե Բողոսը մաս ունի սրա մեջ հիմա գիրքը հեղինակը գիրքը օքեյ 2 Տիմոթեոս մեկը քեզ կարա ասել հեղինակ օքեյ ուրգից գիտես հեղինակը Բողոսը բարձրապես օրենտե Բողոս գրած է շատ մարդիկ կան այդպիսի հարցեր կարող են տալ քննադատներ օրինակ կամ նույնիսկ հավատացյալներ որ ցանկանում են հասկանալ ուրգից գիտենք այո եղբայրներ ջան մենք հավատում ենք ասի Պողոս Արաքյալի գրածն է Սուրբ Ոգու ներշնչման տակ ադի 100%-ով բայց մեր ուսումնասիրության մեջ գրքեր կդարբերի սուրբ գրքեր կդարբերի որոշ գրքեր ավելի կարևոր են զորօրինակ հեղինակի մասին խոսալ ուրիշ գրքեր ավելի կարևոր են զորօրինակ ստացողի մասին խոսալ ինչու որովհետև օրինակ Եբրայեցիների թուղթը եթե պիտի ուսումնասիրես այս երկու կարևոր են ով է հեղինակը գիտեք քանի տեսություններ կան որ հեղինակը ով է հայերեն սուրբ գիրքը բարձրապես որ ասում է Պողոս Արաքյալի իսել չէ որ Պողոս Արաքյալն է հետո ստացողը ով է ամեն թուղթ որ գրված է եկեղեցիներու գրված չէ ընդհանրական թուղթերից մասն է Եբրայեցիների թուղթը ընդհանրական ինչ ուզում ասել ընդհանրական ընդհանուր բոլորի համար հիմա դուք եկեցնում եք մենք գիտենք գային անցիկ որոնք գամ մոլորած ենք գորած չէ բայց այսինքն ընկած հավատացյալներ գային մեղքով լի հավատացյալներ գային կորինթացիներու նման կամ ուրիշ տեղեր ալ գային նույնիսկ ոչ հավատացյալներ ալ թղթերի մեջ որ Պողոս Արաքյալը մանավանդ ինք անուններով դալիս է նույնիսկ այս երկրորդ Տիմոթեոսում զգուշ եղիր ասում է նրանից Հերցվածող է, երեդիգոս է, ոչ մի երեդիգոս, հավատացյալ չի կարող լինել։ Դարբեր է, երբ ասենք, այս եղբայրը օրինակ ասպես կարծում է, մեկը կարող է նոր հավատացյալ լինել, 50 տարեկան թող լինի։ Այդ ակավին եղբայրը նոր հավատացյալ է, կարող է որ ինքը իսլամ էր, բուդդիստ էր, հրյա էր, հիմա դակավին լավ չի հասկանում Հիսուսի ասվածությունը։ Պիտի բացատրենք նրան։ Սուրբ Օքին այո, երբեմն լուսապանում է, ուղղակի օրինակ անձը հասկանում է, բայց երբեմն ժամանակ վերցնում է։ Սա մի օրինակ։ Ուրիշներ կան օրինակ, որ հասկանում են այս վարդապետական բաները, բայց դակավին կարող է, որ փրկության վստահություն չունեն։ Փրկության վստահություն չունեն, ասել չէ որ հավատացյալ չէ։ Պետք է օգնենք նրանց։ Ինչու ասում եմ այս բոլոր եղբայրներ ջան, որ այս բոլոր հարցերը թղթերի մեջ կա։ Արաքյալների թե հadoop թղթերի մեջ, որ ասենք Բողոսի, Հովանեսի, Պետրոսի կամ ընդհանրականը օրինակ Հովանեսի բարակային, Պետրոսի, Հակոբոսի կամ օրինակ Հուդայի կամ Եբրայեցիների եւ այլն։ Ուրեմն գրքի անունը մեր բարակային մստակ է 2 Տիմոթեոս, 2 Տիմոթեոսի թուղթ։ Հետո հեղինակը ով է։ Մի քիչ հետ կխոսանք հիմա, ասենք համացայն ենք, չեմ կարծում մեր մեջ կա ոչ մեկը որ ասում է որ Պողոս Արաքյալ ինքը չէր հեղինակը։ Ինչու որովհետեւ առաջին ամառում արդեն տեքստում ինչ ասում է Պողոս չէ որ Պողոս Արաքյալը ինքը այս թուղթը երբ սկսում է
Բարձրապես որ հայերենով այստեղը Պողոս Արաքյալի երկրորդ նամակը Դիմոթեոսին, սա շատ բան չի նշանակում, սա որովհետև ներշնչված չէ, սա ներշնչված է։ Պողոսը ազոգամքով Հիսուս Քրիստոսի Արաքյալ ըստ ցանկի խոսման եւ այլն։ Հիմա իդ վերադառնալով մեր այս ասենք բլոկային դիագրամին կամ սխեմային, ուրեմն եթե Պողոսը ինքը եղինակն է, հիմա գույմը նկատի ունենանք, կվերադառնանք սրա։ Թվականը, երբ գրված է թվականը։ Հիմա ոչ թե միայն կանոն մեկնաբաններ այդպես կարծում են, բարձրապես սա գիտենք, որովհետև ինք 68 թվին, այդ 68 թվի շուրջ Քրիստոսի հետ կը արդեն ինք դիրոջ համար նահատակվեցավ Ներոն գայսրի օրով։ Եվ մեկնաբաններ նրա համար կարծում են, որ սա 67 թվին պատահեց։ Եվ հիշում եք ինքը արդեն խոսում է Դիմոթեոսի 4-րդ գլխի մեջ ծմրանից առաջ արի մոդս եկուր գիծար հա ուրեմն նրա համար է որ նկատի պետք է իհարկե հիմա մանրամասնության մեջ շատ չեմ ուզում խորանալ թե ուրգից գիտենք 67 թվին եւ ինքը 68 թվին մեռավ որովհետեւ Ներոն գասրի իր թակավորությունը նկատի պետք է առնենք որ թվականներին ինք թակավորած է եւ երբ ինքը իր հալածանքը քրիստոնյաներու թեմ արեց այդ տարիներուն էր որ ինքը խիստ հալածում էր քրիստոնեությունը հետո մի քիչ մեղմացավ հետո էլի 90-ական թվերուն նորից ուրիշ կայսրի օրով Դոմիտիանի օրով որ Հովանես Արաքյալ այնադեն ինքը ողջ էր հայտնություն կրեց եւ այլ անալ նայել հալածող էր ստացողը իհարկե մեր հատվածում մեկ չէ կգտեսնանք որ Դիմոթեոսի մասին խոսում է հիմա եւ որ ցակում ասենք այսին ուրգից գրված է հիմա էլի ասենք եղբայրներ ջան սա մեր եթե նոր քարոզաշարը սկսում ենք որ մի ցանկացած սուր կրկի կրկերից առաջին մեր քարոզի մեջ այս բաները պետք է լինեն քիչով կամ շատով 5 րոպեով 10 րոպեով որ ժողովրդին ներկայացնենք ով է գրողը ուրգից գրած է այսինքն ցակումը ուրգից է եւ մենք գիտենք ցակումը ուրգից է ինք ուր բանդարգված էր երկրորդ բանդարգություն հռոմում ինչու երկրորդ առաջինը որովհետեւ Կորս Կարակելոց 28 գլխում գարտում ենք եւ դարբերությունը հետեւյալն է Կորս Կարակելոց 28 գլխի մեջ ինք այո գավված է ռոմայացի զինվորի բայց ազատություն ունի մարդ ընդունելու գնալու եւ ավետարանելու նույնիսկ այդ զինվորներին Փիլիպեցիների մեջ իր առաջին բանդարգության մեջ Կորս Կարակելոց 28-ում այո այդ առաջինն էր հռոմական բանդարգությունը բայց նույնը չէր սա ոնց որ իրեն նրան ամբիսի դեմը դրած են որ մեծ ոչակորձները պահում էին եւ այստեղը մենք գիտենք որ ինք իր խոստովանության իր խոսքի համաձայն այլևս սա նրա վերջին օրերը շաբաթները ամիսներն են երկու բանդարգություն ունեցավ Պողոս Արաքյալ Հռոմում մեկը նշված է Կորս 28-ում եւ նրանից հետքը ինքը ազատ արձակվեցավ եւ այն ադենն էր որ ինք գրեց Եփեսացիների թուղթը առաջին բանդարգության ընթացքում Փիլիպեցիների Գոսացիների եւ Փիլեմոնի թուղթը այս 4 թղթերը այդ առաջին բանդարգության մեջ այս բարակային իր երկրորդ բանդարգության ընթացքում ինքը այս գրեց իր ներշնչված թղթերից երկու Դիմոթեոսը ուրեմն ստացող Դիմոթեոսն է ցակումը հռոմեական բանդիցմը եւ երբ բանդ ասում ենք ինք հռոմեական օրենքի համաձայն կարող է որ ամենաշատը 3 ոտնոց այդպես հերավորությունով շղթայված ցերկերը ոտքերը ինք այդպիսի դերմը որ գեղդոտ խոնավ այսինքն մի խոսքով ահավոր դեղա լինելու նրա համար է Պողոս Արաքյալ երբ որ Դիմոթեոսի խոսումը չէ ուրախ չէր առաջին բանդարգության մեջ ադի դարբեր էր այս բարակային այդ ուրախությունը այդ ծևով չենք տեսնում իհարկե ուրախ է ուրախ ասը Սուրբ Օգու խնդություն ունի ուրախություն ունի սա չի փոխվում ներքինում եւ նույնիսկ իր գրության մեջ ինք ադարումով եղբայրս ուրախ է որը պատրաստ է գնալու դիրոջ մոտ 4-րդ գլխի մեջ բայց ինք նրա համար է որ գիտե ծմերը գալիս է Դիմոթեոսը ինչ ասում է 4-րդ գլխի մեջ հետը դիչբեր վերարգուսբեր որը գիտե ինչ գալիս է եւ նայեցեք բարձրաբես որ ազոկով լեցու մարդ է սա չի նշանակում որ օքեյ ես Սուրբ Օգուն փորձեմ ինք ինձ թող դակացնի բայց չունեմ իմ շորերս այդպես բան չի կա դու քո բաժինդ կանես դակ բայելով
Եվ եթե չկարողացար հանգամանքների առումով, իհարկե, մենք մի Աստված ունենք, որ ամենակարող է։ Խնդրենք նրանից, եւ եթե ինք կամեցավ, ազատ կարծակվի Բողոս, դակ կմնա Բողոս։ Եթե ոչ, ինք պատրաստ է Տիրոջ մոտ գնալու։ Այդ հասկացողությունը ունի։ Եվ մենք նրանից սովորում ենք։ Հետո, իհարկե, նախապատմությունը եւ միջավայրը պետք է հասկանանք։ Ինչու նախապատմությունը միջավայր։ Հիմա միջավայրը հասկանում ենք, Հռոմում, 4 կողմը ինչ լինում է, հալածանք կա քրիստոնեության անտեպ։ Նախապատմությունը ինչ է։ Նախապատմությունը ինչի հետ կապ ունի։ Կապ ունի այն բաների հետ, որ ինք ասում է Դիմոթեոսին, գրում է Դիմոթեոսին։ Հիմա հիշում եք այդ 5 կամ 6 գամուրջները, բացերը, որ պետք է գամրջենք կամ բացենք։ Լեզվական բացը կամ գամուրջը, պատմական բացը, աշխարհագրական բացը, մշակութային բացը, քրական բացը, այս բաները պետք է նկատի առնենք։ Ինչու որովհետև ազոխոսքը ոչ որ օթում, անջրբեդում չի գրված։ Միջավայրի մեջ գրված, իրադարձություններ կան նրա հետ կապ ունեցող, հանգամանքներ կան, նախապատմությունը կա նրա հետ կապ ունեցող։ Եվ նրա համար է, որ պետք է նկատի ունենանք, որ մենք այո, քարոզի շարքի գդրվածքով մենք կամաց ավելի կբացահայտենք, եթե նոր բան լինի տեքստի առումով, տեքստը մեզ բացահայտի։ Բայց սկզբից պետք է որոշ բաներ ասենք մեր լսարանին, որ Պողոս Սարակյալի զորօրինակ ամենակարևորը նրա նպատակը ինչ է։ Այս թուղթը գրելուն։ Նրա մայր փաստարկը ինչ է։ Ենթա փաստարկներ, ենթա նպատակներ իհարկե կան, բայց նրա փաստարկը ինչ է Դիմոթեոսի, երբ ինք գրում է, եւ կտեսնենք սա։ Եվ կտեսնենք սա, ամենաբարձ առումով գարանք ասել, ինք Դիմոթեոսի հորդորներ ունի, որ նրա պատրաստ է կալիքի համար, որ ինք ճիշտ առաջնորդ է ով է Ազոդունը։ Եվ Դիմոթեոս այս ադեն ինք Եփեսոսի եկեղեցու հովիվներ։ Եփեսոս փոքր Ասիո ամենա, ասենք, արևմուտքի քաղաքներն մեկը, որ մեծ քաղաք էր, հարուստ քաղաք էր, բախտադած մյուսների իհարկե, եւ ինք այնտեղ հովություն անում էր։ Եվ մենք գիտենք Եփեսոսի մասին, Գործք առաքելոց 20, Պողոս Սարակյալ այնադեն որ գնաց, Դիմոթեոս տագավին շատ երդասարդ էր։ Ըստ մեկնաբանների, որը Պողոս Սարակյալ օգտագործում է քանի մը տերմիններ, թե մեկ Դիմոթեոսում եւ թե երկու Դիմոթեոսում, որ ինք երիտասարդ էր, շատ հավանական է, որ 30-ից 40 տարեկան մեկն էր այնադեն։ Պողոս իր 60-ներու մեջն էր։ 30-ից 40 տարեկան մեկն էր եւ երիտասարդ էր, մարդարավերներ ուներ երիտասարդական եւ Պողոս Սարակյալ ուզում է նրան խրախուսել, ոնց պիտի Տիրոջ ծառայե։ Եվ ասեն մի խոսքով նպատակը փաստարկի ինչ է այս թղթի, որ ես մեռնում եմ, դու պատրաստ լինի այսպես ծառայի Տիրոջ։ Մի խոսքով։ Հայրական օրտոր, իր վերջին օրտորները, որ ոնց դու պիտի ծառայես։ Հիմա ուրիշ գրքերում տարբեր օրինակ փաստարկներ կան։ Օրինակ Հովաննու ավետարան ինչու գրված է, խոսած են 20:31 Հովաննեսում ինչ ասում է։ Այս բաները գրեցից ես որ գիտնակ, որ Հիսուսն է Ազո որդին, Ազո օձյալը, որ նրա հավատալով ավետարան կյանք ունենակ, նրա փաստարկը այնտեղ է։ Գամ Մատթեոս ավետարանը գրեց որպես ցույց տա հրյա լսարանին, որ ինքը ով է Հիսուս։ Մեսիան է, Փրկիչն է, օձյալն է, որ խոստացված էր հին գրությունների մեջ։ Ասպարակային Պողոս Սարակյալը գրում է նրան, իր նպատակը նա է, որպեսզի իր հավատքով եղած որդվույն Դիմոթեոսի ուղղորդի, ոնց պետք է ինքը իր գոչման մեջ հավատարիմ մնա իր ծառայության մեջ։ Եվ իհարկե հիմնական թեմաներ ունենք, որ գարանք 2, 3, 4 ներկայացնել մեր առաջին սկզբի քարոզում, ինչու որովհետև սա քարոզաշար է, պատկերացրեք այս բաները ներկայացնել այդտեղը 10 րոպեի մեջ, 15 րոպեի մեջ, կամ մի քարոզ վերցրեք, այս բաներու մասին խոսեք։ Հետո անցեք համարներին, որ ժողովուրդը սկսի մտածել, օքեյ, հիմա հասկանում եմ այս թուղթը ինչի մասին է։ Սկզբից այդպես խոսելով եղբայրներ ջան օգնում է լսարանին, որ նրանք ավելի հասկացող ցևով մտորեն, ինչ նրանց արժև ունեն։ Օրինակ թեմաներ, հիմնական թեմաներ հովվական ծառայությունը, հիմնական թեմաներ սուտ վարդապետությունը, հիմնական թեմաներ ավետարանչությունը, հիմնական թեմաներ հալածանքը, մահը Քրիստոսի համար։ Սրանք
հիմնական թեմաներ են այս թղթում։ Եվ սրանք եղբայրներ ջան, կարևոր թեմաներ են նույնիսկ այսօր մեզ համար, Հայաստանի համար, սա գիրառումն է։ Սա գիրառումն է, այս թեմաների միջոցով նույնիսկ։ Հետո հիմնական մեկնաբանական մարտահրավերներ, կարակ նույնիսկ մի քիչ սրա վրա մի քանի բան խոսալ, կամ կարակ սա հետո թողնել։ Ինչու հետո թողնել, երբ անդրադառնում եք հատվածներին, հատված առատված արդեն մեկնաբանական այդ մարտահրավերները դուք բացահայտում եք, բացադրում եք, լուսաբանում եք, կիրառում եք եւ այլն։ Եվ վերջո հիմնական գառուցվածքային ակնարկը եղբայրներ ջան այն մեկն է, ինչ որ արդեն իսկ մի քիչ առաջ մենք սրա վրա խոսեցանք։ Սա հիմնական այդ մեկնաբանական ակնարկն է։ Մեկնաբանական ուրվագիծն է։ Ինչու ակնարկ, որովհետև ակնարկի նման overview, ակնարկի նման մեզ ցուցաբերում է, բացահայտում է ինչ կա բոլոր այդ 4 գլխների մեջ։ Սա ակնարկ է, սա չի մեկնաբանում։ Սա բարձրապես խոսում է, ասում է ինչ կա տեքստի մեջ։ Նրա համար ասում եք էքզեգետիկական կամ մեկնաբանական այդ խոսքը, ակնարկը։ Սա օրինակ չի բացատրում ոչ մի ցևով ինչու Պողոս Արաքյալ ասում է, ինչ որ ասում է։ Օրինակ, եւ որ ասում է այստեղ ծառայություն ավետարանի համար ավադարիմ դարաբանք է բանջում, առանց ամոթի պետք է լինի մեր դարաբանքը, ազոզորությամբ պետք է լինի մեր դարաբանքը եւ ազո շնորհով, որով ինքը արդեն այստեղ խոսում է այս բաների մասին, բայց ես եթե սա գարտամ, բամը չեմ հասկանում։ Ինչու պետք է գնամ ուր նայեմ Սուրբ գրքի տեքստում։ Սուրբ գրքի տեքստը ինչ ասում է։ Ինչի մասին խոսում է։ Հետո գարամ ասել, միթե նրա ասածը շիդագ է կամ ոչ։ Հիմա զորնակ փոքր բան ասեմ, եւ որ այստեղ նայենք եղբայրներ ջան, սա բացադրական քարոզի նկատմամբ այդ թղթիկը, օրինակ այս TV 3 վերնակրի դակ եւ երրորդ կետը ծառան պետք է լինի բծախնդիր այստեղը մարզիկ։ Տեսնում եք սա։ Ծառան պետք է լինի բծախնդիր մարզիկ։ Հիմա այստեղ այդ եղբայրը 5-րդ համար է դա 8-ից 13-ն է դրած է։ Հիմա 8-ից 13-ը անցապես ես տարբեր բան կանեի։ Նույն այդ վերնակրի դակ չէի դներ։ Բայց ինքը այդպես արած է, դուք միտնայեք միտե դրամապանությունը շիդագա, լավա, ոնց է, ինչու այդպես ինքը մդորած է անել։ Սա ցեզ համար։ Ինչու ասում եմ սա եղբայրներ ջան, որովհետև ամեն մի եղբայր նրա մոդեցումը մի քիչ կարա դարբեր լինել։ Եվ որ ուրվագծի գալիս է հարցը։ Ինչու, որովհետև ուրվագից Սուրբ Օգուց ներշնչված չէ։ Նրա համար ուրվագից է, մարդկային ուրվագից է, բայց կարևոր է որ դրամապանական հոսք ունենա, որ գարաս հետևել ասել, որ այս դրամապանական հոսք ունի, ինչու ամեն քարոզիչ տարբեր ցեղով կան է, բայց կարևորը ամեն մեկ քարոզիչ նույն թեմաներու մասին խոսա։ Հիմա պատկերացրեք, եթե 2 Դիմոթեոսի մեջ դարաբանքի մասին չի գար, հալածանքի մասին չի գար Քրիստոսի ավետարանի համար, եւ ասենք ուրվագիծի մեջ երբեք նրա վրայով չի գա ավետարանի համար, ասի հալածանք քրիստոնեության համար։ Սխալ բան է, չէ՞։ Ինչու որովհետև 2 Դիմոթեոսի 4 գլուխների մեջ ներկա է հալածանքի թեման, այնտեղ կա։ Եվ նրա համար է որ պետք է որ նշված լինի մեր ուրվագծում։ Եվ վերջո ասեր, սա էր հիմնական գառուցվածքային ակնարկ, ինչ որ արդեն ցեզ տրվեցավ։ Ուրեմն վերադառնալով եղբայրներ ջան, ըստ գրքի, ասենք այս ներածական արծերուն կամ ներածական տարերուն, կարևոր հիմնական դարերը, որ պետք է մենք արձարծենք, խոսանք նրանց մասին, որովհետեւ մեր լսարանը հասկանա այս գիրքը ինչի մասին է, ով գրած է, ումի գրած է, ինչու գրած է, ուրգից գրած է, երբ գրած է, տարեթիվը, թվականը, ուրգից, բայց եթե զորօրինակ, մեգա ասեր, իբր ասենք, աստեղ խոսնակ, ասենք, 2 Դիմոթեոս գրված է Քրիստոսից առաջ 300 թվականին։ Դուք ինչ ասում եք, ով եղբայր աստեղից դուրս կաց, գնա, չէ՞։ Ինչ, որովհետև մենք գիտենք Դագավին Արաքյալ չկա այն ադեն, մարգարեներ կան։ Շինուխտի մարգարեներ, բայց Արաքյալ չկա, Արաքյալները Քրիստոսի կալուց հետ սկսեցին։ Եվ մենք գիտենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս 300 տարի առաջ իբր մարդ չէր, ինքը չբարտացավ Քրիստոսից առաջ 300 թվական։
Ոչ։ Ինքը եկավ եւ հավատում ենք, որ 30-ական թվականների շուրջ քիչով շատով մահացավ 30, 32, 33 ինչ որ է։ Ոմանք ասեն 30, 29, ոմանք ասեն 32, 33 մեր ուսումնասիրության մաս չէ հիմա, բայց այն ադենները մեզ համար հստակ է աչա։ Նրա համար է, որ որոշ բաներ կա, որ ասեցինք, որ պետք է ավելի կենտրոնանանք մի ցանկացած քրքի առումով, քան թե ուրիշ։ Հիմա ուրիշ քրքերու առումով կարող է որ հեղինակի վրա ավելի կենտրոնանանք, ուրիշ քրքի վրա կարևոր է որ թվականի վրա կենտրոնանանք։ Օրինակ, հայտնություն Հովհաննեսի հայտնություն Քրիստոսի է նա, ինչպես որ առաջին համարում ասում է, բայց մենք ասում ենք նրա հայտնություն Հովհաննու։ Okay։ Հեղինակը զորօրինակ սովորաբար համաձայն ենք, բայց քրիստոնյաներ կան, հավատարիմ քրիստոնյաներ կան, որ նրա թվականի առումով, դարեթիվի առումով տարբեր գաղափարներ ունեն։ Ոմանք ասում են, որ հայտնությունը կրվեցավ 70 թվականից առաջ։ Քրիստոսի հետ 70 թվականից առաջ։ Նրա համար է, որ երբ հայտնության թուղթը սկսես աշխատել, նրա վրա պետք է խոսես։ Որպես ժողովուրդը հասկանա, ինչու հայտնությունը ավադում ենք, որ 70 թվականից առաջ չկրվեց, 90, 95 այն ադենները կրվեց։ Ինչու։ Պետք է խոսանք այս բաների վրայով։ Հիմա վերադառնալով եղբայրներ ջան մեր թղթին, ուրեմն սա Պողոս Արաքյալի երկրորդ եւ վերջին ներշնչված դուխտն է, որ ինք գրեց Դիմոթեոսին, իհարկե Դիմոթեոս իբր Պողոս Արաքյալի համագործագիծը, մենք հիշում ենք, որ Պողոս Արաքյալ Բարնաբասի հետ Դավիթ եղբայրը լուստրա եկավ 14 գլխի մեջ, Դավիթ եղբայրը ինք քարոզաշար անում է Քորս Կարակելոսի գրքի վրայով եւ կաչալերեն որ մտի կանեք կարևոր գիրք է Դավիթ եղբայրը Ստերը օրնի եղբայրս այդ գրքերու առում այդ թղթի գրքի առումով Քորս Կարակելոսի եւ լուստրայում եւ որ ինք առաջին անգամ լուստրա դերբե եւ այլն առաջին անգամ այցելեց Աբեդարանը քարոզեց իհարկե հալածան կար ագարագություն կար գնացին իդ վերադարձան եւ որ իդ վերադարձան անգետքը նույնիսկ երեցներ գարկեցին կարևոր է ասպարերը ինչու որովհետեւ գաբ ունի ինչ որ պիտի խոսանք երկու Դիմոթեոսի հետ սա 14 գլխի մեջ է 16 գլխի սկիզբը էլի դեսնում ենք որ Պողոս Արաքյալը աստեղ գաբ ունի այս քաղաքի հետ լյուստրայ ինչու որովհետեւ այս բարակային ճիշտ այն քաղաքում է որ ինք իր գաբը հաստատում է ավելիով Դիմոթեոսի հետ Քորս Կարակելոց 16:1 Պողոսը եկավ Դերբե ու Լյուստրա այնտեղ Դիմոթեոս անով մի աշակերտ կար ներողություն մի աշակերտ կար հիմա ինչս էլ է մի աշակերտ կար ուրեմն ասել է ինքը արդեն իսկ աշակերտ էր ուրգից գիտենք ինքը աշակերտ էր որովհետև աշակերտ եթե գար Ավետարանը պետք է լսած լիներ Ավետարանը միայն լսվեցավ սկսյալ 14 գլխից երբ Պողոս Արաքյալ Բարնաբասի հետ եկան Ավետարանեցին այն ենթադրությունով է որ մենք կարծում ենք որ շատ հավանական է երբ եղբայրներ ջան կոնկրետ հստակ փաստ չունենք սուրբ գրքից պետք է ենթադրությունով խոսենք ենթադրություն կա որ ոնց որ չենք կարող հավատալ ենթադրություն կամ ենթադրություններ կան որ մենք սրանց ասում ենք հավանական ենթադրություններ են կարելիություններ են հնարավորություններ են ինչու որովհետև Դիմոթեոս կարող էր ինք զորօրինակ հավատացյալ եղած լիներ ուրիշ քաղաքում ոչ թե Լյուստրայում կամ Դերբեում ուրիշ քաղաքում հնարավոր է չէ կարող է Անդիոք էր Անդիոքում եղած էր մի քանի գլուխ առաջ բայց ենթադրությունը նա է ապահով ենթադրությունը որ ինք իր քաղաքում երբ Ավետարանը դրվեցավ նայեցեք ինչ ասում է այնտեղ գար Դիմոթեոս անով մի աշակերտ հրյա հավատացյալ գնոջ եւ հույն հոր որդի հիմա այս կինը հրյա էր հավատացյալ դարած էր որը վկայված էր լյուստրացի եւ իգոնացի եղբայրներից Պողոս կամենում էր նրան իր հետ դանել եւ վերցրեց նրան թլպադեց այդ տեղերում գտնվող հրյաների պատճառով որովհետեւ բոլորն էր գիտեին որ նրա հայրը հույն էր եւ Պողոս սրանից հետո Դիմոթեոսի իրեն գողագից արեց իր միսիոնական ճամփորդություններուն Սա կարևոր է նկատի ունենանք եւ մի քիչ կանտրատառնանք հետո սրա վրա բայց ինչու ասում ենք սա որը սա այդ նախնական բամության մաս կազմում է այն բաները որ պիտի դիմակրավենք տեքստի մեջ մեկնաբանական իբր հարցեր այս բաների հետ կապ ունի ուրեմն այս
Դիմոթեոսը այս գլխի մեջ արդեն իսկ ինք աշակերտ է։ Եվ իր մայրը հրյա լինելով արդեն իսկ ինք հավատացյալ է։ Եվ որ հավատացյալ ասում է քրիստոնյա, ոչ թե հրյա հավատացյալ։ Մենք չենք խոսում այդ հրյա հավատացյալների վրա, որ օրինակ հուդագայության դարձած են, հուդայական հավատքի դարձած են հետանոսականությունից։ Նրա մասին չէ։ Հայրը հույն էր, բայց տակավին ինքը հետանոս էր։ Հիմա այս նկատի ունելով պարոն ջան շարունակենք։ Ուրեմն Բողոս Արաքյալ ինք այս նամակը գրում է իր կյանքի, ասենք, հավանական է վերջին ամիսներուն, ոչ վերջին օրերուն կամ շաբաթներուն։ Ինչու՞, որով եթե վերջին օրերուն կամ շաբաթներուն ասենք, չի լինում այդպես, որովհետև հիշում եք 4-րդ գլխի մեջ Բողոս ասում է, Արաքյալը ասում է Դիմոթեոսի առաջ որ ձմերը կա, եկուր ինձ մոտ, արի ինձ մոտ։ Դիմոթեոս ուր ապրում էր, Եփեսոս։ Բողոս ուր էր փանդում, Հռոմ։ Զվարթնոցից ինքնաթիռ չունեինք, որ 4 ժամվա մեջ Հռոմ ասնի Երևանից։ Այնատեն շաբաթներ, ամիսներ, վտանգների առումով, ծմրան առումով, եղանակի առումով, չգիտենք, շաբաթների ամիսների հարց է։ Ուրեմն սա նշանակում է, որ Բողոս Արաքյալ դեռ գարձում էր առնվազն կամ ավատում էր, որ տակավին ժամանակ ունի։ Միթե Դիմոթեոս հասավ նրա մոտ կամ ոչ, ժամանակին ոչ մեկը չգիտեր։ Օրինակին ասենք գիտնանք։ Չգիտենք։ Ոչ մի բան չգիտենք, որ Դիմոթեոս նույնիսկ եկեղեցական բամությունից, որ ինք միթե հասավ Ադենին Բողոսի մոտ կամ ոչ։ Չգիտենք։ Սուրբ ոգի մեզ չի հայտնած այդ մասը։ Ինչու՞։ Որովհետև միջ քիրքը գարթում ենք, հասկանանք, որ սա կարևոր մասը չէ։ 4-րդ գլխի մեջ նույնիսկ որ նայենք, հասկանանք, որ սա կարևոր մասը չէ։ Ուրիշ բաներ կա, որ նա Տերը ուզում է, որ մենք սովորենք իր իրադարձություններից այն ադենվա։ Ուրեմն հեղինակը նայեցեք, մի քանի դեստություններ կան, որոնք ասում են, եւ միայն սրա վրա ուզում եմ կենտրոնալ այս գրքի առումով։ 15 րոպեի չափ եւս ունենք, Եվանգելիետը հարցերի մեր գանդրատարնանք, եթե ունենք։ Ուրեմն ոմանք ասում են, որ նայեցեք, ինչու Բողոս Արաքյալը չէր կարող լինել քննադատներ, չէր կարող լինել հեղինակը այս գրքին։ Ինչու որովհետև նրանք ասում են, որ պատմական հղումները այս հովվական թղթերի չեն կարող համեմատվել Քորձ Կարաքելոցի իրադարձությունների հետ։ Բայց պատասխանը եղբայրը ջան, գիտենք շատ բարձ է։ Երկու դարբեր բանդարգություններ ունի Բողոս, մի հատը դարբեր էր, մի հատը իր վարձկով, Քորձ 28-ում, իր փողով ինք այնտեղը մնում էր, այո, շղթայված էր, բայց մյուս տեղը իր փողի արծը չէր։ Դրված էր մի տեղ, ուր վատ տեղ էր, իր առողջության համար նույնիսկ։ Եվ Քորձ Կարաքելոցի իրադարձությունները մենք գիտենք, մինչև 67 թվական, 68 թվական չի խոսում։ Որ շիդակ հիշում եմ, իր առաջին բանդարգությունը 61, 62 այդպիսի թվերուն էր։ Հետո 5-6 տարի եւս ուներ, առաջ որ երկրորդ հռոմեական բանդարգության ինքը ենթակա եղավ։ Սրա համար է, որ այդ փաստարկը համոզիչ չէ, որ ինչ որ նրանք ասում են, որ պատմական ուղումները այս երկու, ասենք թե կամ նույնիսկ Դիդոսն ալ հաշիվի առնես, այս երկու Դիմոթեոսի ուղված թղթերին, այդ պատմական ուղումները չեն համեմատվում, ասենք թե Քորձ Կարաքելոցի հետ, այդպես հնարավոր չի, սխալ է նրանց փաստարկը։ Հետո ոմանք ասում են, որ այն սուտ վարդապետությունները, որ երկրորդ Դիմոթեոսում կար, կամ հովվական թղթերում, նրանք խոսում են երկրորդ տարվա նոստիկական հերցվածողությունների վրայով կամ գաբունին նոստիկական հերցվածողությունների վրայով։ Հիմա չենք ուզում արմատանալ այդ հերցվածողությունների վրայով, եղբայրներ ջան, բայց նոստիսիզմը գինոսկոպայից, որ ասել է ճանաչել, գիտնալ, իմանալ, նոստիկական հերցվածողությունները լիքն էին,
եւ գարջի կաբելով նրանց մոդեցում է դեվյալներ այդ տեսակի ուսուցիչներին, որ քրիստոնեությունը միան իմանալով օրինակ առաքյալների կրությունները կամ ավետարանների հերիք չէ։ Դուք ավելի խորը ճշմարտություններ, հայտնություններ, հայտնաբերումներու պետք ունեք, որ մենք կարող ենք ցես տալ։ Դրանց մոդեցումը սա էր։ Շահագիչ կերպով։ Հիմա ես շատ արագ կերպով ասում եմ, շատ գոբիտ կերպով ասում եմ, ինչու որ մեր նպատակը չէ անդրադառնալու այդ տարբեր երծվածողություններ, օրինակ մեջ չկար նույնիսկ Քրիստոսի ասվածության ագարակ, նույնիսկ ուսուցում, որ Պողոս առաքյալ նրա վրա անդրադառնում է Գողոսացիների մեջ ալ, երկրորդ գլխի մեջ ալ գա նրա վրա անդրադառնում է նրանց ուսուցմունքների նկատմամբ։ Ուրեմն նրանց պաստարգը, այդպեսի քննադատներու պաստարգը, որ ցուցաբերեն մեզ համոզեն, որ սա Պողոս առաքյալի քրությունը չի կարող լինել, որով ինքը ողջ չէր երկրորդ դարում։ Ինքը մահացավ 68 թվին անակ։ Չէ, Պողոս առաքյալը եւ որ գրում է այս բաները, արդեն իսկ մենք գիտենք ուրիշ գրքերի առումով էլ այդ նոստիկական խնդիրները ծաղկելու սկսած են։ Ոնց որ այդ բողբոջը, այդ գոգոնը արդեն ծիլերը տալիս են։ Եվ այո, երկրորդ դարում Քրիստոսի հետ ավելի ընդլայնվեցին այդ տեսակի երծվածողությունները։ Վերջո դերը նրանց ամենը մեկ իր խոսքի առումով եւ ավադարիմ եղբայրներու, եկեղեցիներու, ծառաներու միջոցով արդեն ինք բոլորը նրանց հաղթահարեց եւ լրացրեց։ Իհարկե, ես չեմ ասում, որ այսօր չկան տարբեր երծվածողություններ, որ ցևով մգապ ունին կամ նման են նրանց երծվածողություններուն, կան սատանան դակավին, օրինակ Քրիստոսի ասվածությունը, այդ խնդիրը որոշ աղանդների հետ։ Եվ այս սուտ վկաները, մորմոնները, այդպիսի սուտ աղանդներ, նրանք տարբեր կապար ունեն զորնակ Քրիստոսի ասվածության երրորդության առումով։ Թիվ 3 ուրիշ փաստարկը։ Ոմանք ասում են, որ Պողոս առաքյալ չի կարող լինել հեղինակը այս գրքին, որովհետև եկեղեցական այդ բոլոր դասավորումը օրգանիզացիան առաջնորդության դակավին սա ոնց որ նախնական փուլի մեջ է նոր ավետարանում, հապա երկրորդ դարում է որ ավելի եկեղեցական առաջնորդության այդ բոլոր ասենք թե մանրամասնությունները ավելի հստակորեն տեսնում ենք այնադեն, ասին խոսք ինչի մասին է, երեսների, սարգսակների եւ այդպիսի բաների, բայց խնդիրը այն է որ ասին սուրբ գրքում որ գնաս երեսներ ունենք, հա կարող է սարգսակների հասկացողությունը անգան չունենք, քան թե երեսներին ունենք, ավելի երեսների մասին օրինակներ կան, Քորձ Կարակելոցում կա, 1 Դիմոթեոսում կա, 2 Դիմոթեոսում կա, Փիլիպպեցի մեջ երկուսն էլ կան, եպիսկոպոսները, այսինքն սարգսակները կան եւ եպիսկոպոսները, հովիվները, երեսները այնտեղ են եւ այն։ Կամ 1 Պետրոս 5:1-ից 4 երեսների վրա եւ այդպիսի փաստարկ մնալ համոզիչ չէ։ Ինչու որ սուրբիկը արդեն սկսած է խոսալ այդպիսի այդ երկու խմբերի մասին, ծառայական խմբերի մասին, երեսների եւ սարգսակների, այս հովիվների եւ սարգսակների։ Չի նշանակում, որ ամեն բան, հա, ոնց որ երկրորդ դարի մեջ ավելի եկեղեցին երբ սկսեց աճել, չի նշանակում, որ այնադեն ավելի ոնց որ ավելի պրոֆեսիոնալ առումով, ասենք, ավելի բաճած եղած էր, ավելի լավ եղած էր, ավելի հեշտ եղած էր, հասկանում ենք։ Այսօր նույնիսկ ավելի մեր եկեղեցիներու առումով շատ բան կա, այսօր օրինակ վարդապետական բաներով ասենք ավելի հասկացողություն ունենք, քան թե 1500 կամ 2000 տարի առաջ։ Երբեմն հալագարակը։ Հետո ոմանք ասում են թիվ 4, երկու հատ եւս մնաց թիվ 4։ Ոմանք ասում են, որ հովական թղթերը այս երկու եւ Դիդոսը երրորդ, նրանք չեն բարունակում Պողոս առաքյալի աստվածապանության ամենամեծ թեմաները։ Իրավ։ Ինչու որովհետեւ օրինակ ինքը եթե չի խոսում օրինակ արտարացում հավատքի միջոցով, ինչպես որ ռոմայացիներում անում է, կամ ասենք թե արտարությունը օրենքով չէ, ինչպես ռոմայացիներում քահանացիներում անում է, սա չի նշանակում, որ ինչպես քարոզիչ ամեն մի քարոզի մեջ ամեն ազո խոսքի վարդապետությունը պետք է քարոզի։ Որոշ ճշմարտություններ կա, որոշ վարդապետություններ կան, որոշ
ուղղորդումներ կա, որ Պողոս Սարակյալը ցանկանում անել Դիմոթեոսի իբր ծառա առաջ որ ինք մահանա։ Եվ նրա կենտրոնացումը ֆոկուսը այս բաների վրա է։ Մենք գիտենք էլի, երբ որ գարթում ենք, որ ավետարանի վրա, փրկության վրայով, ավետարանչության վրայով, հովական ծառայության վրայով, սուտ վարտաբետների վարտաբերության վրա, այդ բոլոր գենսական վարտաբերություններու վրայով, Հիսուս Քրիստոսի վրայով ամենը արդեն կան այստեղ։ Եվ նրանց պաստառը, այսինքն ոնց որ նրանց խափանում են, նրանց պաստառը խափանվում այդպիսով։ Եվ հետո վերջինը այս բարակայում, այս շարքում ոմանք ասում են, որ հունարեն բարագիտությունը այս հովվական թղթերի մեջ բարեր ունեն, որ մյուս թղթերի մեջ Պողոս Սարակյալը չի օգտագործում։ Շատ բարեր կա, որ մյուս թղթերի մեջ չի օգտագործում։ Եվ շիդագ է այդ առումով։ Ինչու որ լիքը բարեր կա այս թղթի մեջ, լիքը որ Պողոս Սարակյալը մեկ անգամ օգտագործում է։ Օրինակ այդ երկու Դիմոթեոս 2:15-ում ուղիղ գդրել արդայությունը, օրթոթոմեո, ուղիղ գդրել ազոխոսքը, ուղիղ մատակարարելու հասկացողությամբ։ Մի անգամ օգտագործե, այդ հատվածում օգտագործե։ Բայց սա չի նշանակում, որ Սուրբ Օքին գաշկանտված է մարդկային դրամապանությունից, որ եթե մարդ առածը ասե, որ Պողոս Սարակյալը հռոմայացիներում կամ չգիտեմ ինչում այս բառը օգտագործեց եւ այստեղ չօգտագործեց, ուրեմն սա իր գրությունը չէ։ Սուրբ Օքին ինչու գաշկանտված է, որ ինքը նոր բարագիտություն չկարողանա օգտագործել ուրիշ գրքի մեջ։ Կամ եթե ուզենար 100%-ով, եթե ուզենար, ենթադրական առումով, ադի իր գամքի համաձայն է, իր ուզած գամքի համաձայն է։ Ուրեմն այսպեսով եղբայրներս, այո, լիքը ուրիշ թեմաներ կա, թեմաներ, որ արդեն ինքը մյուս թղթերու մեջ խոսած է, բարև սա եղբայր, խոսած է, զրուցած է, էլի այստեղը գան է։ Եվ նրա համար է, որ չենք հավատում, որ այս գրքի հեղինակը ուրիշ անձ է, բացի Պողոս Սարակյալից։ Պողոս Սարակյալ ինքն է այս թղթի հեղինակը։ Ասկան եղբայրներ ջան, եւ հիմա գույմը ասկանով բավականանք եւ հաջորդ ուրեմն փուլին մենք կանցնենք առաջին երկու ամառներուն եւ շարունակում ենք հատված առատված ծեր հարցերի ժամանակը, եթե հարցեր կան հիմա։ Աստծուն հոգևոր կտակ է տալիս։ Փոխանցում է վերջին մարդու մահանալուց առաջ իր սերունդի ամենակարևոր բաներն առաջ։ Նրա համար է որ ասեցինք եղբայրս, որ վերջին խոսքերը հավատարիմ ծառայիմը շատ կարևոր են, պետք է մտիկ անենք։ Հիսուսը նույնը արեց։ Հիսուսը նույնը արեց։ Առաջ որ Կանադայից Ամերիկա եկա, հիշում եմ, մեր եկեղեցիում Կանադայում այս երկու քարոզները տվեցի։ Թեմատիկ էքսպոզիցիական մոդեցում էր, ավելի ագնարգի մբես, որ Հիսուսի վերջին խոսքերից վերցրեցի, հետո Պողոսի վերջին երկու քարոզներս նրանք էին Կանադայում։ Առաջ որ Ամերիկա եկա, պատրաստվեն, որ Հայաստան կամ։ Եվ մի հատ ուրեմն Հիսուսի խոսքերը վերցրեցի, նրա այդ վերջին մի քանի գլուխները Հովհաննես Ավետարանիչի, որ 13-ից մինչև 17-ում են, առաջ որ ինք խաչվեցավ։ Իր վերջին օրդորները առաքյալներին։ Հետո Պողոսին արեցի այս թղթից, որովհետեւ այդ գդագը, ինչպես եղբայրս ասաց, այդ գդագը, որ կարևոր է թողնել մեր լսարանին, որ մեր լսարանը, եթե եկեսու հովիվը մահացավ մի օր, հանգարցակիորեն, պատրաստ անցկա եղբայրներ ջան ծեր մոտ, ես ձեզ ասնում եմ, պատրաստ անցիկ կան, որ կարող են շարունակել այդ գործը, Պողոս Սարակյալն նա անում է, իր բոլոր նպատակը սա է, որ Դիմոթեոսի պատրաստ է քալիքին, եւ մեր առումով, իբր կիրառու մեզ համար, վերջին խոսքերը, ինչ են մեր հովիվներին, այդ առումով, որ նրանք մեզ ինչ խրատ տված են, որ նայե, եւ որ ինձի բամը լինի, դու պատրաստ լինի այսպես արա, այսպես մի արա, եւ այլ, եւ սա կարեւոր է եղբայրներ ջան։ Հովիվները շատ անգամ այդ դժվարությունը ունենք, որ մենք չենք ուզում մեր աթորից վազ անցնել, որ ուրիշները մեր դեղը վերցնեն, Կավլիցի, եղբայրը ասում է, այդ առումով Կավլիցի, հեգնական առումով, որովհետև մենք վախենում ենք, որ Աստված ինք, գարձեք թե գերիշխան չէ, Աստված այսպես ասենք, եթե ես ապատում եմ, որ Աստված ամենակարող է գերիշխան է, այսօր եթե, ես չեմ ասում, որ մեկը եթե եկավ, ասես հովիկ դու այլոս ոստեղը մի քարոզիր, ես ուզում եմ հովիվը լինել, դու ով ես, ես ինչ գիտեմ քեզ, մեր ժողովուրդը քեզ չի ճանաչում,
Հովիվը ասենք ես եմ, կամ դու ես, ոչխարները քեզ գիտեն, ինձ չգիտեն։ Ես դուրսից եկա, օրինակ։ Բայց ուրիշ բան է, եւ որ ես օրինակ Դավիթ եղբոր արի չեմ դալի չեմ, այս Դավիթը վերցնում եմ ինքը այստեղ գողքից նստած է։ Կամ այս եղբոր Եվան։ Չէ, եթե իմ ադենս եկած է, ես 80 տարեկան եմ, արդեն չեմ կարող երկու բառ վրա խոսալ, առողջությունը չի ներում, պետք է սկզբանից պատրաստեմ։ Հիմա սա մեր թեման չէ, բայց ինչպես մեր թեմայի գաբ ունի, իբր գիրարական առումով, Բողոս Սարակյալ խրախուսում է, քաչալերում է, խրադում է, օրդորում է, որ Դիմոթեոս պատրաստ լինի։ Արջևը դժվարություններ կան։ Իմ երթալեսետքը ասում է, իմ գնալեսետքը ավելի քեշ կլինի։ Պատրաստ ես։ Պատրաստ ես։ Հետը դեմ եղբայրս։ Հետը դեմ։ Բարձրապես ես 80-ը պերանես ելավ այդպես գիցար։ Հիմա 80-ը սուբկեքի էքզեգետիկա չէ։ Բողոս Սարակյան մի քիչ աչ խոսեցանք, ինքը 60-ներու մեջ էր ասեցինք, որ ինքը արդեն պատրաստում է։ Շիտակ ես ատ արումը։ Ինչպես։ Գան երբեմն, այո։ Ասված ինչպես Կորոնայի ժամանակ ծիրացած անակնկալը եղավ։ Հա։ Հարցի ադեն եղբայրներ ջանիմ, այո, գարակ, ազատ եք, այո, այո։ Անակնկալ, ասենք, քույրը մահացավ ու ասենք այդ կարիքը ննջեցի։ Եվ եկեսին դադարք մնաց, հա։ Հա, հա։ Ուրիշ եղբայրներ ջան, ովևէ հարց կա, մինչև հիմա այն բաների վրա որ խոսեցանք, եթե չկա, հետո գարանք տակավին անել, որ մեր դատարը վերցնենք եւ գարանք այդպիսով շարունակել։ Հա։ Չէ, նկարում է հիմա, չէ։ Okay, գարանք անջատել։